Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Ախից մի քիչ եկեք էլի։ Դե դանդաղ կամած կամ։ Եթե նայում եք իրավաբան չենք, բայց 100 անգամ կարանք այդ բան անենք։ Հա, մենք շատ թույլ են դատավորները։ նու աշխատում են։ Սրբույի Գալյանին ասեք արդարավերջան նախարար, թո այդ դատերին իրա մարդկանց է բանանի դնի ընդեր։ Ուրա Սրբույի Գալյանը ուրա։ Հա։ Սրբույի Գալյանին ասեք թող գա էլի։ Թերությունները դատավոր թերություններն ասել էլի։ Մեղք ենք մենք ախր։ Մի հատ չի գալիս Սրբույի Գալյանը։ Հեսա Սրբույի Գալյանը ստե։ Ժողովուրդը ծաղեր։ Մի հատ համր Ուզում եմ դառնամ ես ֆուտբոլիստ, կարաս բանա ֆուտբոլի դաշտ սարքես։ Բա սարքենք էլի, բա երևի։ Շատ լավ բան ես մտածել։ Լավ եղբայր ջան, դուք լավ եք։ Բարև եղբայր ջան։ Բարև ձեզ։ Տիկին Գալյան, ստեղ պանջար կա, որ դուք ձեր մարդկանց նշանակեք դատավորի կարգավիճակում, որ դատավորի կարգավիճակ։ Թող ներկա գտնվի իրանց մարդը։ Տենա դատավորները ինչ են անում, քննարկել։ Ջղայնացած են մարդիկ դատական համակարգի վրա, ուզեցա ուղղակի որ այսինքն տեսնեք որ նախ ինչքան շատ քաղաքացի գնա մասնակցի դատական process-ին, իսկ դատական process-ները որպես կանոն հրապարակային են։ Չունենք այդքան էլ բան։ Շատ լավ, ձեր ասածը լսեցինք, մտածում ենք, մենք էլ ենք մտահոգված, շատ հարցերում ներկայացուցիչ լինի տեղում, որ դե ներկայացուցիչները կան, բայց դա ներողություն, օրինակ հիմա 200 միլիոն դոլար Քոչարյանից վերցնում են, չէ՞։ Հա։ Պետք է վերցնել։ Քոչարյանը այդ դատավորին 10 միլիոն դոլար տա։ Դե տա այդ որ տա երկուսն էլ դրամարը կդատվեն։ Կարող է հետ վերցնի։ Դե երկուսն 10 միլիոն կվերցնի դա արտասահման։ Հասկացանք մենք ձեզ, հասկացանք։ Շնորհակալ ենք ժողովուրդ ջան։ Հասկացանք ձեր ուղերձը, հա ջան, հա եղբայր ջան։ Մենք սեփականաշնորհման ժամանակից ինչև առ այսօր ունես խնդիրների առաջ կանգնած որը ասելու չի հողերը տվել են բայց բանա պասպորտիզացիան չի կատարել դոկումենտ չունի ոչ մի գյուղացի ինչն է պատճառը տարածքները ոչ մի գյուղացի շատ տարածքում ոչ որ տարածքն է դա ասենք պանցորատի այդ ինչ խնդրեմ է ղեկավարն է Լիպարետ Մարկարյան ուրեմն խնդիրը է սա 670 տնտեսություն որոնք որ սեփականացնելու 670-ը ստացել են բայց 670-ից 164-ը չեն ստացել այդտեղ սեփականաշնորհման վկայական որովհետև այն ժամանակ այդ հողատարածքները եղել են պետական ֆոնդի հողատարածք բայց բաժանվել են ժողովուրդը օգտագործում են հիմա էլ են օգտագործում այդ հողատարածքը բայց դա վարձակալության է հա չէ պիտի սեփականություն լինի բա ինչի չեն գլուծում մնացել է պետության կարգավիճակով էլի գյուղ նշանակության հողակտորներ խոտ հարկներ են, բայց ժողովուրդը օգտագործում է այդ ինչի չեն ես անձամբ նկատի ունեմ ինչ ա եղել կառավարությունը ինչ են արձագանքում մենք այս բանին կառավարությունը դիմել ենք ասել են որ ինքը սկզբից մարզպետը գեմպլանով փոխվել է այդ հողը անտառից մնացել է ինչ են կանում այս հողերի Եթե անտառ 160 նշանակության չի տնտեսական հաստատ հողի խնդիր կա տեղայք է Բա մարզպետը այդ վերևի հողատարածքներն 160 քանի կտոր հողերը, որ չի բաժանվել ժողովրդին, այսինքն բաժանվել է, բայց վկայական չեն ստացել էլի։ Հիմա ասենք ձեր հողը քանի մետր է, էլի։ Տարբեր չափսերի իմ անձամբ մի հեկտար է։ Այդ մի հեկտարի հողի մի հատ նայեք։ Իմ ընկերոջներին կարակ տա։ Հա, եղբայրս։ Ահա։ Հա, տես ապրես դու։ Պարոն մարզպետ, մի հատ նայեք ինչ խնդիր է։ Դե տեսեք, տենց խնդիրներ ալնում, սկի տեղակել չեն գնում։ Ես Տեր-Սարգսյանի ժամանակ նամակը գրել եմ, հասել եմ ինչև այնտեղ, հասել եմ մեր մարզպետին, մարզպետի մոտից պատասխանն եկել է մեր հարգելի առաջի մեր մարզպետը Պետրոսյան Ռոմանոս Պետրոսյանի։ Տվել եմ անձամբ պատասխաններ, մինչև առեսօր ոչ մի պատասխան չունի։ Դե հարցով զբաղվող չի եղել։ Շատ լավ, համենայն դեպս ձեր հողն օգտագործեք միջև իրավական կարգավիճակ։ Շատ սիրուն կերպով եկեք գա այդ նոր։ Հա, համաձայն եմ։ Կոպեկը տան այդ հողերը։ Մի հատ թույլ տվեք, մի հատ հասկանանք, որ ոդի վրա բան չասեմ, մի հատ հասկանանք ինչն է պատճառը։ Հողերի կարգավիճակն էլ նույնն է։
Մեկ Հասկացա, կարևոր խնդրանք է, մեր Համեցեք։ համայնքի անունից եմ խնդրում։ Համեցեք։ Մենք շատ լավ եկեղեցի ունենք, Մայրամասկացած։ Որտեղ է։ Նեղուցի։ 10-րդ դարի շինություն։ Մոտիկա ճանապարհից թե։ Ասֆալտապատ Հա։ բայց Ինչ է պետք անել։ լեզման վիճակում է, քանդվում է, ուղղակի խնդրում ենք, Շատ լավ։ մտցնեք ծրագրերի մեջ։ Տիկին Անդրեասյան։ Ով է զբաղվում։ Եթե պետք է գրավոր կներկայացնենք, Այնա մարզպետներն են։ Շատ լավ։ Հիմա մենք հուշարձանների վերականգնման համար ամեն տարի պետական բյուջեից մեծ չափերի գումարներ ենք հասնում, կհասնենք էդ էլ նկատի կունենանք։ Հաջան։ տարածքը շատ են գալի հյուրեր տեսնել։ Հա, եղբայր։ 20 հատ ուսանող կա։ Ահա։ Պրոբլեմա է քաղաքը նա գալիս։ Ստանում ենք Չարենցավան, ստանում ենք գազելները, ուսանողները գնում են շատ դժվարությամբ։ Խնդրում եմ մի հատ, եթե հնարավոր է, տրանսպորտ հատկացնել։ Տրանսպորտի հարցը մարզային ցանց մարզային ստեղից տրանսպորտ կա դեպի Երևան։ Մենք գիտեք ինչ կանենք։ Մենք կնայենք հետագայում ուսանողների համար ինչ որ մի հատ բան կգտնենք։ Փորձենք ինչ որ արտոն զեղչեր բաներ սահմանել, որ բանը լինի։ Տենց օգնել։ Որովհետև ստեյց Չարենցավան տրանսպորտ կա։ բայց երկու ուղևորձ է, թե մի ուղևորձով է։ Դե Երևանի նման էլ պետք է ստեղել միասնական տոմսային համակարգը լինի, որ բան անեն, որ այդ միասնական տոմսային այս տրանսպորտային ցանցի մեջ կնայենք ուսանողների հեռավոր, այսինքն որտեղ որոշակի բնակավայրերի եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար մենք ամեն ինչ կանենք, որ երեխեքը լավ նորմալ սովորեն, նորմալ կրթություն։ Գնացինք ժողովուրդ։ Նկարվենք եղել։ Շնորհակալություն։ Գնացինք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք բոլորիդ։ Շնորհակալ ենք։ Լավ եղեք, լավ եղեք։ Ահա։ Էլի այսպիսի լավ հանդիպում։ Հա։ Լավ, նայենք։